փախչվի, որովհետև դրա համար կան ծանրակշիռ մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, այս վարույթի համար հիմք է հանդիսացել ոչ բավեր փաստաթուղթ, մասնավորապես Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի անձնական նամակագրություն գլխավոր դատախազին, որը չունի մեքենագիր ամսաթիվ եւ ելից համար։ Այսինքն ոչ պատշաճ փաստաթուղթն է հիմք հանդիսացել դատավարության համար եւ այդ գերությունը արկա է գործի նյութերում։ Գործի նյութերում արկա է նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի մեկ այլ գերություն, ավելի ուշ ուղարկված 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, որը մեքենագրված է ամբողջությամբ եւ ունի ելից համար A.0877-2024, ինչը վկայում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմում գործավարություն իրականացնելիս պատշաճ գործավարության դեպքում պահպանվում են գործավարության կանոնները պատշաճ նամակագրություն կազմելու համար։ Այս բարույթի հիմք հանդիսացած գերությունը չի համապատասխանում պատշաճ նամակի պահանջներին, ինչը որ քրեական դատավարության օրենսգրքով առաջնային պայմաններից մեկն է հանդիսանում։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարությունը չի հանդիսանում հաղորդում հանցագործության մասին։ Նախ այդ գրությունը չունի այդպիսի վերնագիր, որ դա հաղորդում է հանցագործության մասին, տեքստում չկա որևէ հիշատակում որևէ հանցագործության մասին, այդ թվում քրեական օրենսգրքի որևէ հոդվածի վկայակոչում, որևէ իրավախախտման փաստ, որևէ անձի կողմից իրավախախտում կատարելու փաստ, ինչպես նաև այդ գործով որևէ տուժողի մասին տեղեկություն։ Այսինքն շատ ընդհանրական դատողությունների հիման վրա սովորական մի հատ գրություն է գրագրության պահանջներին չհամապատասխանում։ Հետևաբար առավել եւս միգուցե կարելի ասել, որ պարտադիր չի, որ բոլոր հաղորդումները հանցագործության մասին ունենան նման վերնագիր եւ պարունակել այդ տեղեկությունը, բայց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը իմ տեղեկություններով մենք աշխատել ենք միասին, աշխատել եմ ենթակայությամբ, նա մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ կարծում եմ, որ եթե նա մտադրություն ուներ ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին, ապա նրա իրավական գիտելիքները համենայնդեպս այդ փուլում բավարարում էին, որպեսզի նա պատշաճ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Այսինքն չկա հաղորդման փաստ։ Հաջորդը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի նամակում աղճատված կերպով վկայակոչվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածից եւ 7-րդ հոդվածից առանձին հատվածներ։ Մասնավորապես գրած է. Սահմանադրական դատարանի դատավորը եւ նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են հոդված 6-ի առաջին նախադասություն եւ Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցության նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է հետապնդում է օրենքով հոդված 7-ի 3-րդ մասը։ Սա աշխատակազմի ղեկավարի գրության մեջ որևէ հիշատակում չկա քրեական օրենսգրքի որևէ հոդվածով ենթադրել հանցագործության կասկածի մասին։ Այդ գրության մեջ ամբողջությամբ չեն ներկայացված իրենց իր կողմից ներկայացված հոդվածի ամբողջական բովանդակությունը, որ ես հիմա կներկայացնեմ ձեր գերազանցության ուշադրության։ Սահմանադրական դատարանի դատավորը եւ նրա ընտանիքի անդամները սաղուխի մեջ բերում օրենքի այդ հոդվածից, Սահմանադրական դատարանի դատավորը եւ նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են։ Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրանց բնակելի եւ աշխատանքային տարածքների այլ գույքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում ուշադրություն դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմնին եւ Սահմանադրական դատարանին։ Այսինքն տվյալ գործով, եթե Սահմանադրական դատարանի որևէ դատավոր զգացած լինի իր գործունեության նկատմամբ որևէ ներգործություն, ապա դատավորը ինքը պետք է օրենքով սահմանված դեպքում, խոսքը Սահմանադրական դատարանի մասին, Սահմանադրական օրենքի մասին է, ինքը պետք է ներկայացնի իրավապահ մարմիններին եւ Սահմանադրական դատարանին, ինչը որ գոյություն չի ունեցել եւ գործի նյութերում նրան որևէ տեղեկություն առկա չէ։ Իսկ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը ՍԴ դատավորի օմբուդսմենի ֆունկցիա չունի։ Շարունակում եմ։ Նույն օրենքի հոդվածից ուրեմն հաջորդ մասը։ Իրավասու պետական մարմինները պարտավոր են անապահ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցած բնակելի աշխատանքային տարածքների այլ գույքի անվտանգության ապահովելու ուղղությամբ, խոսքը միայն անվտանգությանն է վերաբերում, որը վերաբերյալ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին։ ՍԴ որևէ դատավոր իրավասու պետական որևէ մարմնի որևէ հաղորդում չի ներկայացրել։
Մյուս հոդվածը, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի հոդված 4-ի, հոդված 7-ի 4-րդ մասի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին, Սահմանադրական դատարանի դատավոր անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին։ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր ՍԴ նախագահին որևէ դիմում չի ներկայացրել, Սահմանադրական դատարանի նախագահը իրավասու որևէ պետական մարմնի դիմում չի ներկայացրել։ Այսինքն Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը փաստորեն կատարել է, իրեն վերագրել է Սահմանադրական դատարանի նախագահի գործառույթներ, որի կարգավորումները կարծում եմ տրված են քրեական օրենսգիրքի այլ հոդվածներում։ Հիմա դրանք անդրադառնանք։ Սահմանադրական դատարանի աշխատակարգը ՍԴ աշխատակազմի ղեկավարի գլխավոր դատախազի նման բովանդակության գրություն հասցեագրելու իրավասություն չի նախատեսում։ Ասենք որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավասությունները հիմնականում կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգով եւ այնտեղ հնարավոր չի հանդիպել նման կարգավորումներ։ ՍԴ աշխատակազմի ղեկավարի վերապահված չեն իրավասություններ զբաղվելու ՍԴ դատավորների իրավունքների պաշտպանության հարցերով, վիճահարույց հարցերով իրավապահ մարմիններին պետք է դիմեն ՍԴ դատավորները, որոնք ի տարբերություն առաջին այսինքն դատարանների դատարան չեն հանդիսանում։ Նման դեպքում ՍԴ ոչ մի դատավորի դիմումներ չի ներկայացվել, որևէ անհանգստություն չի հայտնվել, գործում չկան տուժողներ, այդ թվում ՍԴ դատավորներից որևէ մեկը։ ՍԴ աշխատակազմի ղեկավարի գործողություններում ակնհայտ են քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ ենթադրյալ հանցագործության տարրերը, որոնք մեր մոտ ողջամիտ կասկածներ են առաջացնում դրա գործունեության հետ կապված, ինչի կապակցությամբ կարծում ենք, որ հետագայում կարող են դառնալ քննության առարկա, մասնավորապես քրեական օրենսգրքի 460 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ինքնիրավչություն, քրեական օրենսգրքի 419 հոդվածի առաջին մասի հատկանիշներով իշխանություն յուրացնելը, մասնավորապես Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրանալը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ նրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորությունները անցնելը, հոդված 441-ի առաջին մաս, պաշտոնատար անձի կողմից իր իշխանական ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը ի վնաս պետական ծառայական շահերի օգտագործելը կամ իր ծառայական պարտականությունները չկատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որ նեական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակությանը կամ պետության օրինական շահերին։ Սամվել Առաքելյանը դատարանին տեղեկացնում է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը Սահմանադրական դատարանում զբաղեցրել է իմ պաշտոնավարումից անմիջապես հետո, նրա ինձ պաշտոնից հեռացնելու եւ նրան այդ պաշտոնը նշանակելու գործընթացը վիճարկվել է դատական կարգով եւ այժմ այդ գործով գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ամփոփելով պատվարժան դատարան, հայտնում ենք, որ մենք գործ ունենք այս պահին ոչ պատշաճ փաստաթղթի հետ, վարույթային փաստաթղթի հետ, վարույթը նախաձեռնվել է սույն օրենքով չնախատեսված աղբյուրի ստացված տեղեկատվության հիման վրա եւ ենթակա է մերժման հենց այդ հիմքերով։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես ուղղակի հստակեցնեմ, պաշտպանյալի դիրքորոշումը, այս դիրքորոշումը